Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանին, ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխա Սամոյանին եւ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները կամփոփեն արդյունքները աշխարհի առաջնության, հիշեցնենք, որ 1 ոսկի 2 բրոնզե մեդալով են վերադարձել մեր մարզիկները, այժմ կխնդրեմ ներկայացնել մանրամասներ, խնդրեմ։ Ես սկսեմ։ Ուրեմն սեպտեմբերի 18-ից 23-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մեր թիմը մասնակցում էր 10 մարզիկով եւ թիմային պայքարում գրավեց 5-րդ տեղը, իսկ անհատականում 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալներ վաստակեցին տղաները։ Դե բնականաբար փայլեց Մալխա Սամոյանը, որտեղ հաղթեց օլիմպիական չեմպիոնին, ով իրեն օլիմպիական խաղերի ժամանակ հաղթել էր, բայց հաղթանակի որակը Մալխասի կրկնակի ավելի բարձր էր այստեղ, քան օլիմպիական խաղերին տվյալ չեմպիոնի հաղթանակը Մալխասի նկատմամբ։ Ուրեմն Հրաչյա Պողոսյանը գոտեմարտները փայլուն անցկացրեց եւ եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչ, ռուսական դպրոցի ներկայացուցիչ, բայց այժմ Սերբիայի քաղաքացի եւ Սերբիայից էր մասնակցում Տիբիլովը շատ թեժ պայքարում 1-1 հավասար պայքարում հաղթեց Հրաչյա Պողոսյանը, ինչն էր այստեղ բանը, որ ես միշտ ասում եմ 1-1 մեր տղաները միշտ 1-1 2-1 պարտվում են հավասար դիրքում, այս անգամ ոնց որ արդեն հակառակն է լինում, եւ դա աստված տեն չարունակվի, որտեղ այդ 1-1-ը շատ վտանգավոր հաշիվ է։ Սլավիկի մասին կասեմ, որ ինքը արժանի չէր բրոնզե մեդալի, այլ արժանի էր ոսկե մեդալի, քանի որ նույն Ջաֆարովին, ով իսկ ենթախմբից անցավ եզրափակիչ իրանացի օլիմպիական չեմպիոն Իսմայելի նկատմամբ հանդիպելու, որին որ օլիմպիական խաղերին բոլորը տեսել եք Սլավիկ Գալստյանը մաքուր հաղթանակով հաղթեց եւ 2 վայրկյան հետո այս կսուլիչը տվեցին, հաղթանակը տվեցին եւ հետո չեղարկեցին իրանացու նկատմամբ։ Ջաֆարովին պետք է որ հաղթեր Սլավիկը, այնտեղ մի պահ կար, որտեղ բռնվածքը Սլավիկի պետք է նորից գլորեր, ուղղակի չստացվեց եւ 4-3 հաշվով պարտվեց եւ բավարարվեց 3-րդ տեղով, իսկ 3-րդ տեղի գոտեմարտ արդեն բոլորը երևի տեսել եք 5-0 հաշվով պարտվելով մաքուր հաղթանակ տարավ, միավորների մաքուր հաղթանակ 13-5 հաշվով, այսինքն դա նշանակում է ցույց է տալիս Սլավիկի պայքարել ցանկանալու հաղթանակին հասնելու կամային հատկությունները շատ բարձր որակի, շատ բարձր մակարդակի վրա է, եթե ըմբիշը կարողանում է 5-6-0 պարտությունից հետո էլի գալ եւ միավորների բացարձակ առավելությամբ հաղթանակ տանել, դա արդեն միայն գովասանքի արժանի, ուրիշ ոչ մի բան։ Մնացած տղաները ուրեմն Մանվելը Խաչատրյան 1-1 պարտվեց եւ առաջի շրջանից դուրս մնաց, Ասլանյան Կարենը, որը նորից մեդալի թեկնածու էր եւ Ռուսըմբիշի հետ էլի 2-0 էր հաղթում, հետո 2-2 արդեն միավորներով պարտվում էր, 3-2 էր հաղթում, նորից չստացվեց, ինչ որ 4-3 պարտվեց։ Ասեմ, Վիգենը Նազարյան ավելի երիտասարդ, բայց արդեն երիտասարդների մեջ փորձառու, արդեն փորձել ենք մեծերի մեջ իրեն արդեն ընդգրկել, 1 գոտեմարտ հաղթելուց հետո փորձառու աշխարհի 23 տարեկաների չեմպիոն նորվեգացին Միշին Մուկուբու ազգանունով հաղթեց եւ այնուհետեւ պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչին, իսկ 72 կիլոգրամում Գոր Խաչատրյանը թիմի ամենակրտսեր երիտասարդը, որ դեռ երիտասարդական հավաքականից է, հաղթելով 2 գոտեմարտ եւ այնուհետեւ պարտվեց, գրավեց 7-րդ տեղը, դա ըմբշամարտի լեզվով ասած մեր համար տեղ չի, բայց ասենք կոնկրետ այդ պահին այդ մակարդակի մրցումների եւ իր համար որպես երիտասարդ բան
ինձ թվում է բավականին լավ արդյունք, բայց բոլոր դեպքերում ես բավարարված չեմ դրանով, բայց գորը դեռ իրեն ցույց կտա, ինձ թվում է։ Հաջորդ 82 կիլոգրամ քաշային կարգում Գրիգորյան Սամվելը լավ պատրաստ էր, բայց չստացվեց, հենց առաջի գոտեմարտից դուրս մնաց։ 97 կիլոգրամ քաշային կարգում Արտուր Ալեքսանյանը հաղթելով Չինաստանին հետո եկավ ադրբեջանցու հետ եւ բռնվածքը ուղակի սոտ տվեց, կարելի ասել սոտ տվեց, այսինքն դա ասենք երևի 100 տարին մեկ ալնում եւ այս անգամ ոնց որ եղավ Արտուրի հետ ուղակի բռնվածքի սեղալու պատճառով փակում հնարքի տակ ընկավ եւ ընդդեղից հնարավոր չեղավ ազատվել եւ ծանր քաշային կարգում Ռազմիկ Քուրդյանը հաղթեց 1 գոտեմարտ, այնուհետև պարտվեց Բելարուս ըմբիշին, վերջի 14 վայրկյանում հաղթում էր, ոտքը դուրս դրեց եւ հավասար հաշվով էլի 4-4 շարունակեց արդեն մրցումները, բայց Ռազմիկն էլ դեռ 23 տարեկաններում է, երիտասարդ է, մեր մոտ ծանր քաշը արդեն Դավիթ Օվասապյանին, այսպես ասած, փոխարինողներ կան, 2-3 ծանր քաշայիններ ունենք, որից մեկը այդ պահին տվյալ պահին Ռազմիկն է ուժեղ եղել եւ մենք վերցրել ենք թիմ Քուրդյան Ռազմիկին։ Ընդհանուր թիմի մասնակցությունը համարում եմ բավարար, կարանք ավելի շատ անել, Վրաստանի թիմը, որը 4-րդ տեղն էր ընկել, պարտվել ենք իրենց 2 միավորով, 63-65 հաշվով, կարանք թիմային պայքարում էլ երրորդ մտնենք, հաղթել չենք կարող հաստատ, որտեղ իրանացիք շատ մեծ տարբերությամբ են միավորներով առաջ, բայց կարանք երրորդ մտնենք, չստացվեց, բայց ունենք 3 մեդալ, ունենք թիմային աշխարհում 60 երկրների մեջ 5-րդ տեղ, այն դեպքում, երբ որ 80-90 միլիոնանոց Թուրքիան 1 մեդալով էր գնացել, եւ չեմ ասում էլ տարեկան ինչքան մրցումներ, ինչքան ուսումնամարզական հավաքներ իրանց աշխատանքային process-ի նկատի ունեն։ Այսքանը մրցումների մասին։ Տղաներին լսենք։ Գերම ես խոսամ եմ։ Հա, սենց, հա։ Էսը։ Չէ, այդ մեկը պետք է։ Ես հավասար կիսեցի, ես չեմ կարա տարբերություն տնել։ Ասեմ, որ մեկնել էի աշխարհի առողջությանը միայն ոսկե մեդալ նվաճելու համար, անցկացրեցի 5 գոտեմարտ, ամերիկացի, Պոլշայի, թուրք, ինչպես եզրափակիչը իրանցի եւ եզրափակիչ արդեն ճապոնացի իմբիշի հետ շատ լավ էի նախապատրաստվել, անցել էի լավ ուսումնամարզական հավաքներ, նաեւ մասնակցեցի միջազգային մրցաշարի միջև աշխարհի առաջնությանը եւ գտնում էի լավ մարզավիճակում եւ Փառք Աստծո կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող։ Իսկ եզրափակչում հենց օլիմպիական խաղերի գործող չեմպիոնին հաղթելը 10-1 հաշվով ինչպես կնահատեք։ Անկեղծ չէի մտածում, որ կարող է հեշտ հաղթեմ ճապոնացի իմբիշին, քանի որ նա էլ մեր քաշային կարգի ուժեղագույն իմբիշներից է։ Ուղղակի իմ այս Եվրոպայի առաջնությունից ինչ նախապատրաստվել եմ աշխարհի առաջնությանը, իմ այդ մարզումները այդ ամեն ինչը բերեց նրան հասցրեց, որ ես կարողանամ հոգեպես էլ պատրաստ լինել։ Ես մի վայրկյան չեմ կասկածել, որ կարող եմ պարտվել հենց այստեղ։ Եվ դա էլ օգնեց, որպեսզի կարողանամ նրան հաղթել, բայց ոչ այսպես հեշտ։ Երևի այդ օրը իմ օրն էր, եւ այդ պահին ես էի լավ մարզավիճակում, ես էի ինձ լավ զգում եւ այս անգամ ինձ հաջողվեց հաղթել։ Շամարտի միջազգային ֆեդերացիան գրառում էր կատարել ձեր գոտեմարտի ու գրանցած հաջողության վերաբերյալ, նշելով վերադարձ գագաթնակետին, ձեր դիտարկմամբ ինչ էր այս հաջողությունը, ինչպես կմեկնաբանեք։ Դե երևի այն էր, որ կարողացա հաղթել գործող օլիմպիական հաղթողին եւ այդ գրառումը կատարեց, դա կարող եմ միայն ասել։ Շատ լավ, խնդրեմ Սլավիկին լսենք։ Ես էլ կնշեմ, որ ես էլ լավ մարզավիճակում էի գտնվում, ընդհանուր ինձ թվում է մեր թիմը լավ մարզավիճակում էր, լավ հավաքներ էինք անցկացրել մարզիչների հետ միասին, կարանք ավելի շատ մեդալներ նվաճեինք, չգիտեմ, կար ավելի բարձր հարկի մեդալներ լինել, բայց
ունենք այն ինչ ունենք։ Իմ բով կասեմ, ես էլ ճիշտ է, այս պահին իմ համար այս բրոնզե մեդալը շատ կարևոր էր, որովհետև ամեն անգամ ինչ-որ մի բան ինձ պակասում էր, այս պահին կնշեմ, որ ես մեդալից բավարարված եմ, ճիշտ է, կարող էի, ոնց նշեց իմ մարզիչը, կարող էի ավելին անել, բայց այս պահի համար շնորհակալ եմ էլի Աստծուն։ Մյուս անգամ կփորձեմ ոսկի մեդալ նվաճել։ Մրցավարտակ մեկնել էի էլի ոսկի ակնկալիքով ու հասկանում էի, որ կարող եմ ոսկի նվաճել, բայց այս պահին նվաճեցի բրոնզե մեդալ։ Ես էլ անցկացրեցի 5 գոտեմարտ, բոլոր մրցակիցներս էլ փորձառու էին, չեմ ասի, որ մի մրցակցի հետ գոտեմարտել եմ, որ ուղղակի տենց հեշտ է տրվել այդ հաղթանակը։ 4-ում հաղթեցի, 1-ում պարտվեցի, 1 միավորի տարբերությամբ։ Կփորձեմ մյուս անգամ այնպես անել, որպեսզի այդ 1 միավորը իմ օգտին լինի, ես կարողանամ հաղթել։ Չգիտեմ, մարզիչների հետ շտկումներ կանենք, կաշխատենք, ինձ թվում է կստացվի, որտեղ ես էլ հավատում եմ, ինձ իմ մարզիչներն էլ հավատում են, դա իմ կարծիքով ամենակարևորն է։ Ու ինձ թվում է այս մեդալով ավելի շատ շարունակական կլինի, որպեսզի կարողանանք չեմպիոն դառնալ։ Մեդալները շատ լավ են, բայց ինձ թվում է չեմպիոնությունը մի քիչ ավելի ուրիշ է։ Ու ես կասեմ, որ ինձ հավատում եմ, մյուս աշխարհարարությանը, Եվրոպայի առողջությանը կփորձեմ անել ավելին։ Եթե մեդալային գոտեմարտին անդրադառնանք, ինչպես մարզիչը նշեց, սկզբնական շրջանում պատկառելի հաշվով զիջում եք, իսկ հետո արդեն բավականին առաջանցակ ինչ տեղ ունեցավ այդ բանը, եւ դուք 5-0 պարտվում եք, բայց հետո կարողացաք հետ բերել կորցրածը։ Ճիշտն ասած, այդ բանը մի քանի վայրկյան էլի եմ նշել, մի քիչ sense մոտս խառնվեց ամեն ինչ իրար, ու շատ էի ուզում այդ գոտեմարտը հաղթել, իմ համար սա շատ կարևոր մեդալ էր, չէի ուզում իմ մեդալը ուրիշին տայի, բայց մի քիչ բարդ ստացվեց հենց սկզբից ինձ համար, 4 միավորից հնարք բաց թողեցի, որ մեր չամարտում մի քիչ դա դժվար է շատ հետ բերելը, չգիտեմ, Գեր Արմենն էլ մի քիչ վայտակ տենց ծանր տարավ այդ զգացի, դա իմ մոտ էլ էր մի քիչ ծանր գնում, բայց կարողացա, չգիտեմ, հավատում էի անկեղծի մեջ, որ կարող եմ հետ բերել, ճիշտ է, չէի մտածում, որ կարողանամ տենց մեծ հաշվով առավելության հասնել, ու փորձում էի գոնե 1 միավորով առաջ անցնել ու կարողանամ ես արդեն թելադրեմ գոտեմարտը, բայց ոնց որ ասում են, ոնց որ ստացվեց, ըմշամ բարբեն տենց գնում էր ու տենց կարողացա արդեն որ առաջ անցա միավորներով մրցակիցս արդեն ավելի շատ էր փորձում ինքս սխալներ թույլ տալ, ես էլ դրանից կարողացա օգտվել ու ավելի մեծ հաշվով հաղթել, որ ճիշտն ասեմ, ես էլ տենց չէի մտածում, որ այդ 5-0-ից տոք կարողանամ տենց մեծ հաշվով հասնել հաջողության, բայց կարևորը որ կարողացա, չգիտեմ, այդ բային ճիշտ տակտիկա վարել ու երկրորդ խաղափուլում տենց կարող նշեմ կարողացա մեծ առավելության հասնել։ Շնորհակալ եմ շատ, խնդրեմ լրագրողների գործընկերներից հարցեր կան։ Խնդրեմ։ Պարոն Հայրապետյան, ակնկալական նախընտրում եք կառավարության կապակցությամբ, Բավարարյան իշխանության, որ մի քիչ ավելի շատ խոսենք Արտուր Ալեքսանդրից, նա մեծագույն մարզիկներ, մեծագույն հարմարություն ունի, բայց արդյոք արդեն տարիքներն ասում են։ Եթե կարելի է Նա հայկական լավ ասացված խոսք կա, չէ՞, շնորհալի մարդուն տարիքը շնորհք է բերում։ Ուրեմն ասեմ, որ տարիքը բացարձակ կապ չունի, Արտուրը նորմալ պատրաստ էր եւ վնասվածքներ ասեն, մինիմալ էր հասել, բնականաբար Սլավիկն էլ է վնասվածքով մասնակցել, ձեռքի, ոտքի եւ ընդեղ էլի վնասվածք ստացավ երեսի։ Վնասվածքներով միշտ էլ մասնակցել են, վնասվածքները ես ինչպես ուսումնամարզական հավաքի ժամանակ ասացի բժիշկների միջոցով վերացվել է, ասինքն վերացվել է ոչ թե զրոյական, բայց հասցրել է մինիմալի, որ ալխացնել միշտ վնասվածքներով չկա այդպես մարզիկ, որ վնաս հրաչուն նույն Պողոսյան, մի խոսքով բոլորն էլ վնաս, բայց այդ վնասվածքները համատեղել են եղել գորգի վրա մրցումների մասնակցելու համար։ Արտուրն էլ նորից կրկնում եմ, ոչ մի պրոբլեմ չի եղել, ուղղակի սայթակում, բռնվածքը ուղղակի թուլացավ, չզգաց երևի այդ պահի ժամանակ ու վերջ, թե չէ տարիքը, բանը Ալեքսանդր Կարելինը մինչև 37 տարեկան է մասնակցել, Լոպեսը մինչև 42։ Դա բացարձակ կապ չունի։ Ընդամենը եղել է սայթակում,
ու բռնվածքը թուլացավ եւ վերջ։ Իսկ ովքեր չգիտեմ, ես նախ սոցցանցերից չեմ օգտվում, չունեմ ոչ մի սոցցանց, չեմ օգտվում, ուղղակի ինձի, ասենք, իմ ընկերները, բարեկամները, հարազատները, հարևանները, չգիտեմ, ասում են, ես իմ բան են գրում Արտուրի անունից, դա խնդրում եմ բոլորին Արտուրի քննադատել չի կարելի։ Դու ոչ մեկ այդ քննադատողները կամ մատ ոչ մոռանա, որ Արտուրը 15-16 տարի 2009 թվականի գարունից երիտասարդական տարիներից մինչև 16 տարի ստաբիլ մեր երկրին, մեր երկրապահքուներին, մեր բոլոր ազգին պատիվը, անունը, ամեն ինչը բարձր միշտ պահել է երկրի աշխարհի բոլոր մը չի կարելի մարդուն սարքել եսի մինչ ու հետո փորձել ինչ-որ քննադատել, կա Արտուրին ոչ մեկ իրավունք չունի քննադատել, ոչ մեկ չի կարող քննադատել։ Նման բաներ խնդրում եմ ժողովրդին ցես չէ։ Խնդրում եմ զերծ մնան նման բաներից չի կարելի։ Արտուրի աշխատած մեդալները եթե գցեն ինչ-որ մեկի վզին կարող է այդ մեկի վիզի կախվի էլ չկարենա բարձրացնել։ Այնպես որ մենք իրան ասում ենք շնորհակալություն շատ Արտուրին ձեզ այս անգամ չի ստացվել, ինչ եղել մարդը։ Կրվող չի եղել, բոլորը չեն կրվող, չի կրվել։ Ինքը նախավերջին հավաքներին էլ անկեղծ լիարժեք չի կարողացան հասնել, որովհետև իր այդ մեջքի այդ բաժանները վնասվածքը շատ էր խանգարում։ Եվ դա էլ խթան հանդիսացավ, որ լիարժեք չկարողացան։ Ասենք խոսքը մենակ գնում է Արտուրի մասին, լավ, սարս խոսում ենք Արտուր, լավ, հասկացանք Արտուրը բարձրացի, որ սայթակում եղավ։ Այդ ասողները բանը կուրսի են Սլավիկ Գալստյանն ինչ կյանք ապրել օլիմպիական խաղերից հետո։ Ուղղակի ինքը կոպիտ ասեմ երևի մեռածել թաղած չէ, սենց։ Այսինքն եթե դու գիտես, որ հաղթում ես, ձեռքդ հայահայ պետք է բարձրացնեն ու կանգնացնում են, մաքուր հաղթանակով են հաղթում ես, մաքուր հաղթում ես ես մի տարի նայում եմ իր երեսին, փորձում եմ իմ արդեն որ ժամանակն է կարամ ասեմ, մինչև ես մի տարվա մեջ որ չեմ խոսած է իր հետ այս թեմը։ Ինքը գնացել է հոկեբանները վարձը, հոկեբաններով բուժվել է, բանալ, ուղղակի ստրես է տալիս մարդը, որ օլիմպիական խաղերի կիսա եզրափակիչի համար մարդը կարա հաղթանակ տանի ու 1 րոպե հետո ասեն չէ դու չես հաղթել, դու սենց, այսենց անուններ։ Ու որ կարա դառնալ օլիմպիական չեմպիոն։ Նույնը ասենք ամեն մեկի հետ, օրինակ Մարխասին էլ։ Մարխասն էլ օլիմպիական խաղերի ժամանակ ինքն էլ մի քիչ ինչ-որ ուրիշ Մարխաս էր, աշկերին նայում է դե իմ Ինչքան որ ես պատկերացնում եմ այդ սպորտային հոկեբանության բանը, ասենք ինքը այնտեղ ավելի ընկճված էր, թե առաջ օլիմպիական խաղերն էր, թե ինչն էր։ Իսկ ստեղ, ասենք, ստեղ կոնկրետ ճապոնացուն չեմ ուզում ասել, ավելի դժվար ինքը անցկացրեց առաջի գոտեմարտու ամերիկացու հետ, Բեյ, ազգանունը Բեյ, քան անցկացրեց եզրափակիչ օլիմպիական խաղերի չեմպիոնի։ Ավելի վտանգավոր էր այդ ամերիկացին, որտեղ Անենց տարբեր տեղերից հնարքները, կարող է մի հատ էլ տարբեր հնենց մի հատ հնարք աներ, բռներ ինչ-որ վատ վիճակի մեջ են գնեին։ Բայց ինքը շատ զգուշ կպավ, ավելի շատ գրագետ, իհարկե խորհրդակցեց համ իմ հետ, համ իր մարզիչի հետ բան, բոլորիս հետ խորհրդակցեց, ու ինքը իր խելքով ելավ գոտեմարտը ասեն գծած, ոնց գոտեմարտը ասենք նկարագրել էինք, համարյա տենց է ստացած, լինում է որ տեղափոխվում է ուրիշ բևեր բան, բայց ինձ թվում է տենց է, ասում եմ ամենադժվար գոտեմարտը ու վտանգավոր ավելի շատ առաջի շրջանի ամերիկացիներ, քան ճապոնացի։ Եզրափակիչի, որ արդեն օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն։ Ինչը չհնելիք ես տղաներին նախորդ օլիմպիական խաղերում փորձի պակասն է, դիտուցի այդտեղ եւ ոսկի օլիմպիական խաղերում արդեն տղաներից ոսկի է։ Փորձ մեր տղաները ուրեմն այս թիմը ու էլիթին առաջիններն էլ, երկրորդն էլ, երրորդներն էլ մեր տղաները փորձի պակաս չունեն, բոլորն են փորձված են, տարբեր միջազգային մրցումներ, Եվրոպայի առաջնություններ, աշխարհի առաջնություններ, ասենք մենք մենակ հիմա մեդալակիրներին ենք տենում, բայց Բաբալարյան Արմենը բոլորին է, չէ՞ տենում։ Բոլորն էլ փորձված տղաներ են, բոլորին է կարանք վստահ ենք ասենք, առաջինին էլ, երկրորդին էլ, այդ բային իրանք են ուղղել ուժեղ եղել, իրանց ենք վստահել, կարող է հիմա երիտասարդ Գոր Խաչատրյանը 18 տարեկան տղա անց են կացրել միջազգային մրցաշար եկել է, բոլոր մեծերին կրել է հիմա, դրա համար ասում եմ, ես էլ Գորին մյուս տարի արդեն կերև է Գորը, ինչա իրանից ուզում ներկայացնի, աշխատող, պարապող, ռեժիմիստ, շատ համեստ լավ անձնավորություն մարդ, Վիգեն Ջայլը Կուրդյան ռազմիկը, արդեն ինչ-որ քաշային կարգեր կա, որ տեղափոխություններ կա, հլը որ ամայան Մարխասին չենք տենում 100 կիլոմետր մոտիկ,
իր եղբայրն մի քիչ մոտիկ ուզում գա։ Էլը չգիտենք գա թե չի գա, որ եղբոր տղան։ Սենց, իսկ ասեմ ես նորից եմ կրկնում, Սլավիկի ապրած ես մի տարվա կյանքը, ես իր հետ ապրել եմ ամեն օր, ամեն գիշեր, ամեն ցերեկ, քանի որ կլոր տարին համարյա ուսումնա մարզական հավաքների, ես միշտ իրան ուզեցել եմ, թե հոգեբանորեն խրախուսեմ, ինքը կոտրված էր արդեն չգիտեմ, թարգեմ ես անեմ, չթարգեմ, բայց ինչ-որտեղ ինքը իրան հավատաց, հոգեբանների օգնությամբ, պլյուս մարզիչներ, իր անձնական մարզիչը Մարտինյան Ալիխանյան օգնությամբ մարզիչներ, համ դասախոսը, համ մարզիչը, ասեն գրագետ մարդը, մարզիչի օգնությամբ, իմ ընկերների իր ամենակարևորը, որի գլխավոր հեղինակը Ամոյան Մարտաստը շատ լավ ոգևորում է բոլորին, իրանք բոլորով են լավ մեկը մեկին ոգևորելով ուզում են իրանք իրանց առաջ տանեն, դե բնականաբար եթե իրանք ցանկանում են առաջ քայլել, մենք էլ պետք է իրանց դեմից քայլենք։ Շատ լավ, ձեր հարցը գիտեմ։ Ուզում եմ իմանալ Սլավիկի գոլդամարտից հետո ձեզ հետ ինչ էր կատարում։ Սենց հանրային ասեմ, վերջի 17 վայրկյանին ուրեմն այնքան գոռացի, հետո այնտեղ ժամանակը հետո առաջ տրվեցին, ինչ արեցին, այդ գոռալուց սպազմա են ասում, իցես գլխից մեջ ինչ-որ բան է, լավ, ասես մի մոմենտ բան պտտվեց գլուխես, Ալեք ջուր է մանգարի, մուպագացի մեջ, Ալեքսանրն ասի ջուր տվեց նոր լվացրեցի, մի քիչ ուշքի եկա։ Եմ որ ասում եք դուք ամեն գոտե մարդին գնա, մեկ որ այ այդպես մեկ բերեք տալի, հանգիստ եմ տալի, որ կարել եմ եմ ստի բան։ Երկրորդ հարցը վերաբերում է Արթուրին, դուք իմանալ կամ խոսել եք իր հետ, այս ցիկլի հետ կապված ինչ պլաններ ունի, պլանավորում ամանալ մասնակցել խաղերին, թե դեռ շուտ է այդ մասին։ Ինձ թվում է Արտուրը, որ որոշի սպորտից հեռանալ կամ մնալ, ինքը օֆիցիալ կհայտարարի, ինքը արդեն այն մակարդակի մարզիկն է եւ արդեն տարիքով տղա ինքը կհայտարարի, բայց ինձ թվում է ինքը դեռ պետք է շարունակի, որովհետեւ Նես չի էլի ես մի պարտություն ժողովուրդ հավատացեք, հիմա պատկերացրեք ծանրամարտիկ եմ ես, գնում եմ, չի ստացվում, մի ձեռս ցավում է կամ թուլանում է, բանը, ծանրաձողը զրո եմ ստանում ու գալիս եմ, ամեն ինչ ելնում, ես էլ նույն բանն է, բռնվածքը ուղղակի սոտ տվեց, մնաց բանի, փակումի տակ, փակում չես։ Դիբիլովի հետ հրաժարի գոլդեմարտը խոսեցիք մարտավարության մասին, արդյոք որոշել եք հենց մեկ-մեկի առաջին ակտիվությունը ստանալ ու նոր կանոն։ Ճիշտ ասած, ես հրաչոյին մարտավարության մեջ նշել էի, որ ամենաառաջի դու պետք է վերցնես միավորը, որ հաղթանակը արդեն ապացենք, բայց իմ 3 մետր գրվել էր։ Ես պրոստը հրաչային դե ուրիշ բան առաջադրանք ուներ, որ պարտադիր եւ վերևից անել, այսինքն մի հատ էլ միավոր վերցնել, որպեսզի զապաս միավոր ունենայինք, որ հակառակ դեպքում, որտեղ Տիբիլով մինչև վերջ պայքարող տղա է ու անկախատեսելի տղա է, լուբոր պայն կարող մնես բանանի չիմանալ, ինքը բոլոր դեպքերում ռուսական դպրոցից է, էլի ասենք, սերբական չի։ Ես տարբերում եմ ռուսական դպրոցը, սերբական, բուլղարական, եթե Ռուսաստանից ասենք Սվերդլովսկի դպրոցը, Մոսկվայից է Մոսկվայի դպրոցը, Կրասնոդար, Հյուսիսային Կովկասի մարզիկները ռուսական դպրոցի ուրիշ ոճ ունեն, այն բանը որտեղ էր 63-ը, Մարդովիայի դպրոցի տղաները ուրիշ ոճ ունեն, լրիվ տարբերում են, դրա համար Մարտավարությունը ես հրաչային այտենց ասեցի, բայց ինքը կատարեց մինիմալը, այսինք արդեն վիճակից միավոր չարավ, բայց կատարեց եւ ավելի մաքսիմալը տակից որ չտվեց։ Եվ արդեն մենք հաղթանակը ապահովագրած էր, ուղղակի լավ է որ չստացվեց Տիբիլովի մոտ, որ հրաչային գնալ կատար։ Շատ լավ, խնդրեմ։ Ուզում եմ մինչև 23 տարեկանների աշխարհահայտնությունից հարցնել, կազմի հետ կապված։ Կազմը դեռ չենք հայտարարի, կհայտարարենք վերջում, մեկնելուց առաջ։ Всё, կասենք կազմը թույլ կազմ չի լինելու, ինչպես։ Պարոն Հապետյան Գուրգենյանն ասաց, որ ֆինանսական խնդիրներ կան մեկնելու հետ կապված։ Էլ չկա։ Ֆինանսական խնդիրներ միշտ էլ ունենում ենք։ Մախաս եզրափակիչի մասին, հա, մինչև եզրափակիչ մրցարարտակ դուրս գալու հոգեբանական տեսանկյունից
ինչ էր դատարկում ձեր մտքում, արդյոք հիշում եք օլիմպիական կիսայի եզրափակիչը եւ հենց դուրս եք գալիս ռևանշի, թե Ճապոնացում ցուցակային դիտարկում եք որպես հերթական հաջորդ մրցակից օլիմպիական։ Ասեմ, որ ուսումնասիրել էինք մարզիչների հետ, անգամ օլիմպիական խաղերից հետո շատ եմ փորձել այդ ելքը գտնել, որովհետև իրոք ինձ համար շատ բարդ մրցակից էր հենց ճապոնացի իմբիշը, այնպիսի տպավորություն, որ չեմ կարող հաղթել, սակայն հետո մարզումների շնորհիվ հետո խոսեցինք մարզիչների հետ, թե ոնց պետք է նրա գտնել նրա թույլ կողմերը, ոնց ճիշտ աշխատել, որպեսզի հաղթեմ։ Իսկ օլիմպիական խաղերին, որ տեսնում եմ այդ գոտեմարտը, իրոք ես հաղթանակի համար ինչ որ պետք էր չեմ կարողացել անել գորգի վրա, եւ այստեղ ստացվեց անել այն, ինչը որ պետք է անեի, եւ պետք է նրան կարողանայի կանգնացնել, որպեսզի անդադ նա չկարողանար ինձ գորգի սահմաններից դուրս հանել եւ այդ մարզիչների հրանգը կարողացա ճիշտ կատարել եւ հաղթել։ Անձանից որ առաջի 15 վայրկյանից հետո արդեն հաղթել էր, որտեղ պայքնավտանգերով սկսեց, դու կասեցիր իրան ընդունեցիր ու հետո դու անցար գերովի։ Ոնց սկզբից ուզում էր միանգամից միավորներ հասնել։ Ճիշտ ասած օլիմպիական խաղերին ես չէի սպասում, որ նա այդպես կհասնի ինձ վրա եւ արդեն այստեղ երկրորդ կեսում, որ արդեն նա հանգստից եկավ, ես արդեն տրամադրվել էի, որ նա պետք է այդպես գրոանի եւ շատ վաղ է 15 վայրկյան հետո մտածել կհաղթեմ թե ես թե չէ, շամարտը 6 րոպե եւ մինչեւ վերջին րոպեն, մինչեւ վերջին վայրկյանը պետք է կարողանանք զգոն եւ պայքարել։ Այլ հարցեր չկան, շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, հավրելու բանն եք առաջիկա անելիքների հետ կապված միգուցե։ Չէ, հետո կասենք այդ արիք, եթե Շատ լավ, շնորհակալ եմ, ձեր գործերին հաջողություն, նոր հաղթանակներ ավարտենք։